FM ռադիոկայանի եթերում հոգևոր զրույցներ հաղորդաշարն է։ Ողջույն սիրելի ունկնդիրներ։ Այսօր զրուցելու ենք եկեղեցական կյանքի հիմնարար միավորի ծխական համայնքի մասին։ Մեր զրուցակիցն է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ համայնքի հոգևոր հովիվ տիրատուր Քահանա Սարդարյանը։ Օրհնեցեք Տեր։ Աստված օրհնի, շնորհակալություն։ Ողջ եզերական եկեղեցում այս միավորը եկեղեցու հիմնադրման օրվանից գործում է եւ կենսունակ է եկեղեցական ողջ տարին հոգևոր ու կրթական բոլոր միջոցառումները կազմակերպվում են համայնքային ջանքերով, սա մեկ մարդու աշխատանք չէ, պետք է ինչ-որ կառույց գործի, որը թիկունք լինի հոգևոր հովին եւ կարողանա այդ ամեն ինչը իրականացնել։ Շատ հետաքրքիր է նաեւ թե ինչ չափ ունի ծխական համայնքը, ինչ դեր ունի հոգևոր հովիվը, ինչպիսի ղեկավարություն եւ այցելություններ է իրականացնում եկեղեցական ավելի բարձր իշխանությունը, եպիսկոպոսը, այլ համայնքների հոգևոր հովիվները։ Տեսնում ենք, որ սա ուղեղի սինապսների պես փոխկապակցված մի օրգանիզմ է, որը վկայում է հենց եկեղեցու կենսունակության եւ կենթանի լինելու մասին։ Այո, եթե վերցնենք անգամ բառը եկեղեցի, այդ հին հայկական բառը եւ փորձենք ակունքները գտնել, կտեսնենք, որ հունական էկլեսիա բառն է, որը հայացված է եւ նշանակում է համայնք։ Այսինքն եղել են մարդիկ, որոնք հավաքվել են մի գաղափարի շուրջ, տվյալ բառակայում դա հավատքն է առ Աստված, Քրիստոս իբրև այդ համայնքի գլուխ եւ մկրտված քրիստոնյաները իբրև այդ համայնքի մարմին, որտեղ կա օցիալ, հոգևորականած դաս եւ կա աշխարհիկ մաս եւ սրանք համատեղ ինչպես մի օրգանիզմում ամեն մի մասնիկ իր ֆունկցիան ունի, այդպես գործել են եւ գործում են եկեղեցական համայնքները ծխերը եւ եթե ինչ որ միտեղ մի փոքրիկ մաս թերանում է, ուրեմն ամբողջ օրգանիզմը հիվանդանում է, կարելի ասել։ Ասացինք, որ ծխական կառույցը վաղ ժամանակներից ի վեր ներդրվել է նաև հայ եկեղեցում, ուշ միջնադարից սկսած, երբ տեղի ունեցավ Գաղթ, հայերի սփյուռքի հաստատումը, սփյուռքի այդ ծխական համայնքներն ու թեմերը բնականաբար գործում էին այդ կառուցվածքով, բայց ինչը որ տեղի ունեցավ խորհրդային Հայաստանում, գիտենք, որ ողջ այդ ծխական թեմական կառույցը ոչնչացվեց, հետ խորհրդային շրջանում թեմական կառույցը Հայաստանում վերականգնվեց, նորոգվեց, նոր թեմեր հաստատվեցին, բայց այդ ծխական կառույցը Հայաստանում դեռևս չի կարողանում լիովին վերականգնվել եւ արդյունավետորեն գործել։ Դուք էլ բնականաբար հովելով Գերմանիայում մի հսկայական երկրամասում, որը Հայաստանին տարածքով գերազանցում է, դուք այնտեղ տեսնում եք, թե ինչպես է գործում ծխական կառույցը եւ վերադառնալով Հայաստան, բախվում եք մեկ այլ իրականության, թե ինչպես է այստեղ եկեղեցական կյանքը կազմավորվում։ Այո, այդ խնդիրը ունեցել են գրեթե բոլոր նախկին սովետական պետությունները, որտեղ որ կար քրիստոնեություն, բայց մենք բախտավոր ենք ճիշտ այդ հարցում դժբախտության մեջ, այսպես ասած, ինչ որ դրական նաև բաներ փնտրելով, որ մենք ունեցել ենք սփյուռք եւ այդ սփյուռքում պահպանվել է այն ավանդությունը, որը եկել է դարերից, հա։ Նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ մեր եկեղեցին ի սկզբանե բավականին ժողովրդավարական կառույց է, հա, երբ որ մենք ասում ենք ազգային եկեղեցի, այսօր շատերը խուսափում են այդ բառից, մեկնաբանում են իրենց քաղաքական տեսակետներին համահունչ, բայց ինչու ենք մենք կոչվել ազգային եկեղեցի, որովհետև մեր ժողովուրդը, եթե Ագաթանկեղոսը կարդանք, պատմությունը մեր եկեղեցու հիմնադրման այդ առաջի դարերի, կտեսնենք, որ թագավորը հրավիրում է ժողովրդին, ժողովուրդը ընտրում է իր առաջնորդին եւ ժողովրդի ձայնը շատ կարևոր է մեր ամբողջ պատմության ընթացքում եւ սա է դեմոկրատիան, հա, ժողովրդավարությունը։ Մինչեւ այսօր մեր հայրապետը ընտրվում է ազգային եկեղեցական ժողովով եւ եթե լեգիտիմացիայի մասին ենք խոսում, օրինակ Հայաստանի Հանրապետության
վարչապետին ընտրում են Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ձայնի իրավունք ունեցող մարդկանց ձայների մեծամասնությամբ, իսկ վեհափառ հայրապետին ընտրում է համայն հայությունը Սփյուռքում եւ Հայաստանում իրենց թեմերի եւ համայնքների ներկայացուցիչների միջոցով, այսինքն բավականին բարձր լեգիտիմացիայի շեմ կա այստեղ եւ այդ դեմոկրատական մեթոդը նաեւ առաջնորդների պարագայում ենք կիրառում, առաջնորդները նույնպես ընտրվում են հիմնականում Սփյուռքում կոնե այդպես է որ ընտրվում են իրենց ծխերի, համայնքների ներկայացուցիչների միջոցով, թեմական պատգամավորական ժողովների միջոցով եւ տեսնում ենք որ այդ ժողովրդավարական սիստեման, որը մենք ունեցել ենք առաջին իսկ դարերից, եկել հասել է մինչև այսօր եւ դա խոսում է ինչի մասին, որ եկեղեցին միայն օծված հոգեվորականը չէ, այլ շատ ավելի մեծ դեր ունեն այդտեղ նաեւ աշխարհիկ մարդիկ եւ այդ աշխարհիկ մարդկանց ներգրավվածությունը եկեղեցական կյանքում չափազանց կարեւոր է։ Քահանան, հոգեվորականը, Աստծո խոսքը քարոզելու, արարողություններին մասնակցելու, արարողությունները կատարելու պաշտոնից բացի նաև եղել է հայր մի համայնքի, այսինքն ընտանիքի, ծխի, որտեղ որ ամեն մեկը իր դերն է ունեցել։ Այսօր եթե համեմատենք պետության հետ, կա նախագահ, կա վարչապետ, կառավարություն, կա պարլամենտ, մոտավորապես այդպես էլ կառուցված է եղել եկեղեցին եւ եկեղեցին պետությունից է սովորել, պետությունը եկեղեցուց։ Այստեղ էլ հոգեվորականը, եթե այսպես վերցնենք, սիմվոլիկ այդ համայնքի հայր կոչումը ունի, բայց կա նաև վարչություն, որը աշխարհիկներից է կազմված հիմնականում կամ մեծամասնությամբ աշխարհիկներ են, որոնք զբաղվում են համայնքային վարչարական հարցերով, տնտեսական հարցերով, կազմակերպչական հարցերով, ֆինանսական եւ այլն։ Մեզ մոտ մեր եկեղեցին փորձում է իհարկե բարելավել այն եկեղեցական կանոնական հիմքերը, որ մենք ունեցել ենք։ Ընթացք է, որը միանգամից չի կարող ամբողջանալ, բայց աշխատելու դեռ բավականին հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն, մտածվեն եւ այդ աշխատանքները վատ թե լավ դեռ կատարվում են, բարելավվում է այդ ամբողջը մենք գիտենք պատմության ընթացքին ինչքան են փորձել եկեղեցական կանոնադրությունները փոխել Օսմանական կայսրությունում, ռուսերը իրենց կողմից այդ Պոլոժենիայի ընթացքին, բայց մենք տեսնում ենք նաև որ այսօր մեզ անհրաժեշտ են գիտնական աստվածաբաններ, որոնք եկեղեցական իրավունքի ոլորտում ուրեմն լուծումների կարող են բերել, նաև համեմատականներ անել քույր եկեղեցիների հետ, ինչպես է դա գործում օրինակի համար ուղղափառ եկեղեցիներում, արևելյան մեր քույր եկեղեցիների հետ, նաև արևմտյան եկեղեցիներում, որտեղ կարգն ու կանոնը շատ կարևոր են, նաև եկեղեցուց դուրս էլ լավ կլինի, որ սրան անդրադառնանք, որ կարգ ու կանոնը հեշտացնում է բոլորի կյանքը, հասկանալի է դարձնում եւ եթե մենք ազգային եկեղեցի ենք, ուրեմն պետք է վստահենք իրար եւ թույլ տանք, որ ազգը, ժողովուրդը մասնակցի իր եկեղեցու առօրյա կյանքի բոլոր ցավերին, հոգսերին, նաեւ ուրախությանը, բայց նաեւ վարչարարական կյանքին։ Ինձ թվում է, որ դա մեծ պոտենցիալ է, եթե մենք կարողանանք քայլ առ քայլ վերականգնել նաեւ Հայաստանում, երբ որ մարդիկ մասնակից են ինչ-որ մի բանին, սրտացավ են ավելի, եկեղեցին կյանքիդ մի մասնիկն է դառնում։ Եվ դա նաև մեզանից է կախված, օրինակի համար մենք վիճում ենք կամ բողոքում ենք, ասում ենք, որ այսօրվա պայմաններում մեզ թույլ չեն տալիս, որ դպրոցում մեր աշխատանքը ծավալենք, միգուցե պետք է, որ մենք ունենանք մեր եկեղեցական մանկապարտեզները, մեր եկեղեցական դպրոցները, դպրոցից դուրս կրթական ինստիտուտները, որոնցով մեր աշխատանքը վարենք։ Այդ փորձը կա ոչ միայն ուղղափառ երկրներում, այլ նաև արևմտյան երկրներում, բավական սեկուլար պետություններում, օրինակի համար Գերմանիան եթե վերցնեք, մանկապարտեզների մեծամասնությունը կամ բողոքական կամ կաթոլիկ եկեղեցու մանկապարտեզներն են, կան դպրոցներ, որոնք
եկեղեցապատկան դպրոցներ են, սեկուլար դպրոցներ են, բայց եկեղեցապատկան ֆինանսավորվում են սակայն պետության կողմից։ Կան կրթական տարբեր ինստիտուտներ, փոքրից մինչև մեծ, ամբողջ կյանքի ընթացքին, որտեղ եկեղեցին բավականին մեծ կրթական աշխատանք է տանում։ Նաև վարչական այդ կառույցներում, օրինակ, եթե Գերմանիայի փորձը վերցնենք, այնտեղ թե կաթոլիկ, թե բողոքական եկեղեցիներում տարբեր ձևակերպություններով կան, այսպես ասած, վերապատրաստման կուրսեր իրենց ծուխերի, իրենց վարչական ուրեմն այդ կառույցների աշխատողների համար, որպեսզի ամեն մեկը հասկանա նախ ընդհանուր կառույցը եկեղեցու ստրուկտուրան, նրա արժեքները, նրա առաքելությունը, բայց նաև իմանա իր պաշտոնը, ինչպես պետք է պաշտոնավարի։ Օրինակ մենք Սփյուռքում հաճախ այդ խնդրի առաջ ենք կանգնում, որ ընտրում ենք վարչական անդամներ եւ շատերը մեծ սիրով գալիս են, բայց չգիտեն թե ինչ է իրենց պաշտոնը, ինչ պետք է անեն։ Այսինքն մարդը պատրաստ է իր ժամանակը ներդնել այդ համայնքային կառույցի համար, բայց իրեն պետք է ուղղություն ցույց տալ, ինչպես իր պոտենցիալը օգտագործի։ Իհարկե, ինչ որ մի համայնքում դա երկար ավանդություն ունի եւ լավ է գործում, ինչ որ միտեղ նորը պետք է ստեղծվի։ Այ եթե մենք ունենանք ընդհանուր համակարգ, դա թույլ կտա, որ շատ ավելի հեշտ այդ ամբողջ process-ները ընթանան։ Եվ կարծում եմ, որ այստեղ էլ Հայաստանում էլ բավականին մեծ օգուտ դա կբերի, այն առումով, որ մարդկանց համար հասկանալի կդառնա եկեղեցին, ինչպես է եկեղեցին գործում։ Ավելի թափանցիկ կլինի իր աշխատանքի մեջ, սոցիալական հարցերում։ Մեր եկեղեցին այսօր բավականին մեծ ծավալով սոցիալական աշխատանքներ ունի, որոնք անտեսանելի են մարդկանց համար, անհասկանալի են մարդկանց համար, որովհետև մենք դրա մասին չենք խոսում կամ քիչ ենք խոսում, որովհետև չկա համակարգ, որը որ հասկանալի է այսօրվա այս շատ արագ զարգացող աշխարհին, երիտասարդներին։ Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածենք։ Եթե խոսենք երազանքների մասին, իմ երազանքներից մեկն է, որ մենք ունենանք այդպիսի մի ազգային եկեղեցական ժողով, որը որ այդ բոլոր հարցերի մասին խոսի, նաև մեզ համար ոչ այդքան հաճելի հարցերի մասին խոսի, որովհետև խոսելով մենք կարող ենք իրար հասկանալ, միայն հասկանալուց հետո կարող ես լուծում տալ խնդիրներին։ Մենք շատ հաճախ վերցնում ենք ենթադրություններ եւ փորձում ենք այդ ենթադրությունների վրա ծրագրեր կազմել եւ հետո դժգոհում ենք, որ այդ ծրագիրը չի իրականանում կամ չի ընդունվում։ Սա նույնպես տևական աշխատանք է, սա միանգամվա աշխատանք չէ, այլ անընդհատ պետք է սրա մասին մտածել, խոսել եւ մեր եկեղեցում փորձը կա եւ կան քույր եկեղեցում դրա փորձը պետք է ուղղակի օգտագործել այդ եւ կարծում եմ, որ սա օգտակար կլինի թե հայ առաքելական եկեղեցուն, թե Հայաստանի պետության զարգացմանը, որովհետև եկեղեցու միջոցով մարդկանց մոտ այնպիսի արժեքներ կզարգանան, որոնք պետության ամրապնդմանն էլ օգուտ կծառայեն։ Մտածված ու կանոնակարգված ծխական կառույցը բնականաբար զորավոր լծակից է ձեր աշխատանքում, որը գերազանցում է Հայաստանի տարածքը, անխուսափելի է, որ դուք պետք է աջակիցներ ունենաք, վարչական աջակիցներ տարբեր քաղաքներում ու համայնքներում, ովքեր ձեր այդ մեծ ցրվածությամբ համայնքին կկարողանա ներգրավել հոգևոր կյանքում։ Եթե դառնանք հայաստանյան իրականությանը, ինձ հետևյալ խնդիրն է մտահոգում։ Այո, տարբեր եկեղեցիներում կա համայնքային կորիզ, մի քանի տասնյակ կամ մի քանի 100 մարդ մեծ եկեղեցիներում, ում կարելի է համարել այդ եկեղեցու ծխական, ով մշտապես գալիս է այդ եկեղեցու պատարակներին, մասնակցում է հոգևոր կյանքի մյուս բաղադրիչներին այդ եկեղեցում, բայց ողջ Հայաստանի տարածքում շատ է ելումուտը, երբ մարդիկ պարագայաբար ավելի հաճախ ծիսական անհրաժեշտությունից դրդված ոտք են դնում ինչ-որ եկեղեցի, պարզապես քահանայից ինչ-որ ծիսակատարության համար պայմանավորվածություն ձեռք բերելու։ Ինչը փոխում է հենց եկեղեցու հանդեպ վերաբերմունքը, որ եկեղեցին պարզապես ելումուտի տեղ է
երբ անհրաժեշտ լինի մի քանի տարին մեկ մկրտության կամ հոգեհանգստի համար կարող ենք մտնել եկեղեցի։ Բայց եթե լիներ ամուր ծխական կառույց, ամեն ծխական համայնքի հոգևոր հովիվը իր մոտ պատահական հայտնված այցելուին, հավատացյալին կվերուղորդեր իր ծխական համայնք։ Օրինակ Ֆրանսիայում, անկախ նրանից, թե դուք որքան հարուստ եք եւ որտեղ եք ուզում ամուսնանալ, ձեզ կվերուղորդեն ձեր հայրենի գավառը, ձեր հայրենի քաղաքապետարանը, որտեղ դուք պետք է ամուսնանաք։ Կարծում եմ սա մեծ հարված է հոգևոր կյանքին եւ ծխական կառույցի բացակայությունն էլ հենց նպաստում է նման տրամադրության ու վերաբերմունքի ստեղծմանը։ Կրթություն ասելով ես նկատի չունեմ, որ մարդիկ անգրագետ են, այլ կրթություն ասելով այդ գաղափարներն են, որ մարդկանց պետք է հասկանալի դարձնել։ Եթե մեկը գալիս է եկեղեցի, ասում է Տեր Հայր ջան, ուզում եմ մկրտվեմ, ասում եմ լավ, այսինչ օրը կգաս կմկրտվես, ինքներս արժեզրկում ենք այդ ամբողջը, ոչ միայն մկրտությունը, այլ նաև հետագա ընթացքը։ Իսկ եթե մկրտությունը կապված լինի քրիստոնեական դասերի հետ, նորածին մանուկը վերապատրաստվեն ծնողներն ու կնքահայրը օրինակի համար։ Եթե դա չափահաս երիտասարդներ են կամ չափահաս մարդիկ են կամ երեխաներ են, իրենց տարիքի համապատասխան դասեր լինեն քրիստոնեական դպրոցական կրթությունից դուրս արդեն եկեղեցու քրիստոնեական դաստիարակություն լինի, ինչ որ ասացիք, կլինի այնքան սովորական, որ մարդիկ դրա մասին անգամ չեն էլ մտածի։ Եվ դա կարողացնի համայնքները, կարողացնի նաև այն վերաբերմունքը, որ մարդիկ ունեն դեպի եկեղեցին, շատ անգամ անհասկանալի լինելու պատճառով։ Այդտեղ շատ մեծ պոտենցիալ կա եւ անհրաժեշտություն կա, որ այդ ծխական կյանքը իրականանա։ Իհարկե բոլոր դժվարություններով հասկանալի է, որ ամեն ինչ միանգամից չի կարող լինել եւ եթե վերցնենք Գերմանիան, նայեք մեր համայնքում ունենք թուրքահայեր, իրաքահայեր, պարսկահայեր, սիրիահայեր, հայաստանցիներ, Գերմանիայում ծնված մեծացած հայեր, բոլորին միավորում է եկեղեցին, համայնքը, լեզուն, անգամ լեզուն կա արևմտահայերեն եւ արևելահայերեն, բայց հայոց լեզուն կարելի ասել այստեղ, բայց անհնար կլիներ այդ ամբողջը ղեկավարել, եթե չլիներ երկխոսությունը մարդկանց միջև եւ այդ երկխոսությունը կա համայնքային այդ կառույցներում։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ իհարկե։ Օրինակ մենք Բադեն-Վյուրտեմբերգում փորձեցինք սկսել այդ աշխատանքը հասկանալի դարձնել, բաժանելով եկեղեցու ծառայությունը ըստ մեր կանոնադրության եւ ասել, որ մենք ունենք 4 սյուներ՝ կրոնը, հավատքը եւ ամբողջ ինչ որ այդ կրոնի եւ հավատքի հետ կապ ունի, ունենք կրթությունը, որը շատ հաճախ ասում են ինչու եք դուք կրթությամբ զբաղվում, բայց դա եկեղեցական կրթությունն է, քրիստոնեական դաստիարակությունը, բայց նա ազգային արժեքների ավանդությունը, եթե հայերեն չիմանաս չես կարող կարդալ նարեկացի կամ տաթևացի, եւ եթե երիտասարդներին հարցնես, իհարկե անունները կարծում եմ, որ բոլորն էլ կիմանան, բայց երբ որ հարցնես, թե ինչ են գրել, կարդացել ես, շատերը կդժվարանան պատասխան տալ եւ մենք պետք է ցանկալի դարձնենք, որ մարդիկ սովորեն ամբողջ մեր ժառանգությունը հազարավոր տարիների։ Կրթության կողքին մշակույթը կարևոր է, որ մենք ունենք մշակույթ եւ այդ մշակույթը, որը եկեղեցու շուրջ է զարգացել եւ չի մնացել առաջին դարերում, այլ մինչեւ այսօր շարունակում է զարգանալ տարբեր արտահայտություններ, նկարչության, երաժշտության, երգի, պարի եւ այլն։ Եվ սոցիալական ծառայությունը եկեղեցու։ Եվ այդ սոցիալական ծառայությունը թե համայնքից ներս եւ թե համայնքից դուրս։ Այսինքն դու եթե հավատացյալ քրիստոնյա ես եւ մեկը մոտենում է քեզ ասում է օգնիր ինձ, չես հարցնում դու հայ ես թե չինացի ես, այլ օգնում ես, որովհետեւ դու քրիստոնյա ես եւ քո արժե համակարգը քեզ պարտադրում է քո սիրուց բխելով օգնել այդ մարդուն։ Սրանք բաներ են, որոնց մասին պետք է խոսենք եւ ես անդադ կրկնում եմ, դա հասկանալի դառնա մարդկանց համար, կարծում եմ, որ նաեւ կընդունվի։ Եվ ներգրավվածությունը մարդկանց համայնքային կյանքում նոր ուժ կտա, որպեսզի եկեղեցին ավելի մեծ թափով իր աշխատանքը կատարի եւ դա բոլորի բարօրությանը կծառայի։ Ասում ենք, որ կարգավորությունը դրական երևույթ է, ծխական կառույցը միանշանակ
օժանդակում է եկեղեցու արդյունավետ աշխատանքին, բայց խոսենք նաև տեսանելի թերությունների մասին, արդեն ասացիք, որ պայմանավորված տարբեր գաղթավայրերից, Հայաստանից ձեր համայնք տեղափոխվելու առանձնահատկություններով կամ տեղացիների տեղում ծնվածների ու մեծացածների խնդիրներով, նաև կուսակցական պատկանելիությամբ, նաև ազգային մենթալիտետով պայմանավորված, երբեմն մենք հայերս չենք սիրում մյուսներին, չենք սիրում, երբ ուրիշն է ղեկավարում, ծխական համայնքը նաև այդպիսի խնդիրների հետ է բախվում, որովհետև համայնքը տեսնելով ծխական համայնքի վարչական կառույցի անդամներին, գուցե իր անձնական սիմպատիաներով առաջնորդվելով չուզենա ներգրավել այդ ծխական կառույցում։ Գիտենք, որ Գերմանիայի հայոց թեմի վարչական տարածքում 100,000-ից ավելի հայեր են բնակվում, բայց մոտավոր թվով ընդամենը մի քանի հազարն են, որ հենց արձանագրված են իբրև ծխական կառույցի անդամներ։ Գիտեք, մարդիկ գալիս են տարբեր մշակույթներ իրենց հետ բերելով, ինչքան էլ որ պարսկահայը կամ սիրիահայը կամ գերմանահայը ասեն, որ մենք հայ ենք, միևնույն է այդ տվյալ երկրից բերում են իրենց հետ նաև այդտեղի սովորությունները, ավանդությունները եւ այլն։ Մի կողմից դա բավական մեծ դժվարություն է, որովհետեւ այդ հոմոգենիտետը, այսպես կոչված, չկա, բայց մյուս կողմից նաև մեծ հարստություն, որովհետեւ կարող ես այդ մշակույթներից լավագույնները ընտրել։ Ես միշտ ասում եմ, նորից մի վախեցեք, այլ գնահատեք եւ տեսեք իբրև հարստություն, որ ստանում եք դուք եւ կարող եք դրանից օգտվել։ Մենք պետք է մարդկանց կարողանանք ոչ թե խոսքերով, այլ մեր գործերով ցույց տալ, որ ծուխը եկեղեցական այդ միավորը նոյան տապանի պես բոլորի համար տեղ ունի։ Ամեն մի մարդ այդտեղ իր տեղն ունի։ Դա իր տունն է, իր հոգևոր հայրենիքն է։ Օտարության մեջ իր հարազատ տեղն է, Հայաստանի պարագան եթե վերցնենք, դա է իր համայնքն է այդտեղ ինքը հոգևորականին ճանաչում է, հոգևորականը ճանաչում է իր հոգսերը, ինքը ճանաչում է մյուս մարդկանց, գիտի իրենց, եթե դժվարության մեջ են, կարող է օգնել, եթե ինքն է դժվարության մեջ, իրեն կարող են օգնել, եւ այս զգացողությունը եւ այս բարի լուրը պետք է կարողանանք փոխանցել մարդկանց եւ մենք ցավոք սրտի այդտեղ շատ ու շատ տարբեր ֆակտորների պատճառներով թերանում ենք։ Մարդկանց հասկանալի չի լեզուն, որով քարոզում ենք։ Մարդկանց հասկանալի չի այն արարողությունները, որոնք կատարվում են եկեղեցում։ Մարդիկ առիթ չունեն ավելի մոտից ծանոթանալու, մենք նայեք, ասում ենք դարավոր եկեղեցի ենք, կարող եք այսօր ինձ ցույց տալ մի քրիստոնեական, որը ժամանակակից երիտասարդի համար հետաքրքիր լինի, ժամանակակից արդի մեթոդներով, որով նա պատրաստվում է իր մկրտության կամ գոնե մկրտությունից հետո պատրաստվում է եկեղեցական կյանքին։ Այս սրանք խնդիրներ են, որոնք բերում են այդ մեծ ավելի գլոբալ խնդիրներին։ Մեկը մյուսի հետ այնպես է շահկապված, որ մենք պետք է նախ եւ առաջ նստենք, բոլոր մեր ցավերը, այսպես ասած, հասկանանք եւ փորձենք քայլ առ քայլ լուծումներ գտնել։ Եվ այստեղ այդ լուծումներ գտնելու ճանապարհին ամենակարևոր բաներից մեկը վստահությունն է, որ մենք մեկս մյուսին վստահենք։ Չասենք, սա ով է, որ ինքը ինձ ասի, թե ես ոնց անեմ։ Վստահենք մեկը մյուսին։ Ղեկավարը իր աշխատողներին, աշխատողը իր ղեկավարին, համայնքի ղեկավարները իրենց համայնքի անդամներին, համայնքի անդամները ղեկավարներին, իսկ այդ վստահությունը բառերով չի, այլ աշխատանքի միջոցով է։ Գիտեք, եթե ես օրինակի համար ինչ-որ մի դիպլոմ եմ գնում, եւ ինքս գիտեմ, որ ես այդ դիպլոմը ունեմ, իմ անուն ազգանունն է գրված, բայց ես գիտեմ, որ ես գնել եմ դա, ես չեմ սովորել, ես չունեմ այդ կրթությունը։ Ենթագիտակցաբար ես ինքս ինձ չեմ վստահում։ Իսկ եթե ես ինքս ինձ չեմ վստահում, ինչպես կարող եմ վստահել դիմացինին։ Եվ այդտեղից մի մեծ խնդիրների շարք է ստեղծվում։ Իսկ եթե ես գիտեմ, որ այ իմ դիմացինը կրթված մասնագետ է այս ինչ ոլորտին եւ ես վստահում եմ իր կարծիքին,
Կարող է ունենամ առարկություններ, կարող է ինչ-որ բան ինձ համար հասկանալի չլինի, կարող են վիճելի խնդիրներ լինել, բայց ես վստահում եմ, որ այն ինչ որ ինքը ասում է, դա գիտական հիմք ունի։ Եվ այդ վստահության վրա, այսինքն վստահել, բայց նաև ստուգել շատ կարևոր է իհարկե, բայց այդ հիմքի վրա կարելի է այդ ամբողջ հարցերը քննարկել, գտնել թերությունները, գտնել նաև դրական կողմերը։ Այնքան դրական աշխատանք է կատարում էր եկեղեցին, ծխերում, թեմերում, տարբեր երկրներում, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, մեր հոգևորականները, մեր վարչականները, ինչքան մարդիկ են եւ մեծամասնությունը սիրահոժար ձևով գալիս են աշխատում են իրենց ազգին, իրենց երեխաներին հայերեն են սովորեցնում, եկեղեցիներ են պահում, կառուցում, սոցիալական տարբեր ծրագրերում են աշխատում։ Նաև այդ դրականի մասին պետք է խոսել եւ տեսնել, որտեղ ինչ կարողացանք լավ անել։ Այդ լավից սովորել եւ ամեն անգամ նոր ակեր չհայտնաբերել, այլ օգտագործել այն պոտենցիալը, ինչ որ ունենք։ Եվ այդ ժամանակ մեկը մյուսին թիկունք դարձած կարող ենք այդ բոլոր խնդիրները հաղթահարել։ Խոսելով ծխական համայնքի վարչական կառույցի դրական եւ բացասական որակների այդ արդյունավետության մասին իհարկե երբեմն լսում ենք անհանգստացնող լուրեր ամբողջ աշխարհում սփռված մեր ծխական համայնքներից, հատկապես երբ վարչական ղեկավարների ձեռքին է հայտնվում վարչական եւ ֆինանսական իշխանությունը, շատ ժամանակ այդ ծխական կառույցը վարչական սկսում է խոչընդոտել եկեղեցու հոգևոր հովի աշխատանքին, բայց մենք գիտենք նաեւ շատ դեպքեր, երբ շնորհիվ հենց ծխականների արդյունավետ մասնակցության, նրանց ակտիվության, այդ քրիստոնեական նվիրվածության, ոգու արկայության, եկեղեցական համայնքային կյանքը եռում է թեմերում։ Տիկնանց միություն, երիտասարդաց միություն, կիրակնօրյա ու շաբաթօրյա դպրոցներ։ Հարցը եւի նրանում է, որ մեր եկեղեցին այո այն եզակիներից է, որ մեծապես ներգրավում է աշխարհիկներին։ Նույնիսկ ազգային եկեղեցական ժողովը, որ մեր եկեղեցու գերագույն մարմինն է, ամենաբարձր հեղինակությունն ու իշխանությունը ունի, ճնշող մեծամասնությամբ բաղկացած է հենց աշխարհիկ ներկայացուցիչներից, որոնց հանդեպ փոքրամասնություն են եպիսկոպոսաց դասն ու մյուս միաբանությունների ներկայացուցիչները։ Բայց կարծում եմ մենք ամեն դեպքում չպետք է վախենանք մեր հավատացյալներին, աշխարհիկ մարդկանց ներգրավելու եւ եկեղեցու շենացման գործում եւ ծառայության գործում։ Հենց այս ոգին մենք կարծում եմ պետք է փոխանցենք նրանց, որ նրանք այստեղ են, ծխական համայնքում են, որպեսզի ծառայեն, ոչ թե որպեսզի միահեծան իշխողներ լինեն այնտեղ։ Այո, իհարկե բացասական երկու կողմից էլ կարելի է տեսնել, չէ՞, թե վարչականներ, որոնք քայքայում են համայնքը, կան թե հոգևորականներ, որոնք կարող են համայնքը քայքայել, երկուսն էլ բացասական է։ Դրա մասին պետք է խոսել, նաև ճանապարհները կան, եթե որևէ համայնքում, թեմում հանցագործությունը տեղի ունենում կամ սխալներ են տեղի ունենում, պետք է համապատասխան քայլերը իրականացնել, ոչ թե բամբասանքի վերհացել, այլ հստակ քայլեր անել։ Դրականն էլ պետք է օգտագործվի, դրա մասին էլ պետք է խոսենք եւ ասել, որ գիտեք, մենք փորձ ունենք, այս ինչ բանը սխալ եղավ, այլևս չանենք դա։ Ոչ, պետք է հասկանալ որտեղ է սխալը, ճշտել եւ շարունակել։ Միշտ էլ սխալներ լինելու են, անսխալական մարդ չկա, նաև անսխալական կառույցներ չկան։ Մենք ամեն օր մեր եկեղեցիներում աղոթում ենք, որ Աստված ոչ թե արդարությամբ դատի, այլ իր ողորմությամբ, որովհետև հասկանում ենք, որ մենք անընդհատ սխալներ ենք գործում։ Բայց այդ սխալներից հետո հետևանքը ո՞րն է։ Փորձում ենք շտկվել, փորձում ենք այդ սխալներից դասեր քաղել, թե նույն ձև շարունակում ենք նույն կերպով, նույն այդ ոճով մեր առօրյան։ Իսկ այդ սխալներին անդրադառնալը առանց վիրավորելու իրար, որ նույնպես շատ կարևոր է, սթափ կերպով քննարկելու եւ այդ քննարկումների արդյունքում նոր ճանապարհներ գնալու անհրաժեշտությունը մենք զգում ենք ամեն օր։ Եվ կարծում եմ, որ այդ ազգային եկեղեցու գաղափարը այսօր կարող ենք ասել
ժողովրդավար եկեղեցու գաղափարը, դրանից պետք չէ վախենալ, այլ դա մեր հարստությունն է։ Մենք կարող ենք բարձրանալ եւ մենք կարող ենք իբրև հնագույն եկեղեցիներից մեկը աշխարհին ցույց տալ, որ կաթոլիկ բողոքական եկեղեցիների փորձի հետ մեկտեղ կա հայ առաքելական եկեղեցու փորձը, որտեղ վեհափառ հայրապետը կանանց եվրոպական բոլոր երկրներից առաջ դեռ քաջալերում է, որպեսզի նաև պետական պաշտոններում ընտրվեն եւ ընտրությունների մասնակցեն, որտեղ կինն ու տղամարդը նաև լեզվամտածելության մեջ հավասար են։ Եթե մենք կարդում ենք մեր հայրերին, տեսնում ենք, որ մարդ արարածն է, եւ այդ հավասարությունը տղամարդու եւ կնոջ մեջ, բայց նաև պարտականությունները, որոնք են մեկը մյուսից տարբերվող եւ ամեն մի պաշտոն եկեղեցում հավաքարարից սկսած մինչև բարձրագույն հոգևորական մեկը մյուսի հանդեպ այդ հարգանքը, սերը, մյուս դիմացինի մեջ Քրիստոսին տեսնելը, այդ դրանք են այն գործիքները, որոնք պետք է օգտագործենք, որպեսզի այս կարծում եմ, թե մենք հիմա լուրջ ճգնաժամի մեջ ենք այս ճգնաժամից ելնելու համար, թե Սփյուռքում եւ թե Հայաստանում։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տերյան, ինչպես ձեր խոսքում արդեն նշեցիք, եկեղեցին ծխական համայնքը խորհրդանշում է այն փրկարար տապանը, որին միանալով, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, ձեր լաստը կցեք եկեղեցու նավին եւ այն ձեզ կառաջնորդի դեպի երկնային արքայություն։ Հուսով եմ, որ մենք ամեն մեկս մեր եկեղեցու, մեր ծխական համայնքում զորակից կլինենք եւ կծառայենք մյուսներին ու կշենացնենք մեր եկեղեցին ու ազգը։ Ձեր օրհնությունն եմ խնդրում, Տեր։ Աստված օրհնի մեզ բոլորիս, շնորհակալություն զրույցի համար, աղոթում եմ, որպեսզի Աստված ներողամիտ լինի, բայց նաև ուժի եւ կարողություն տա մեզ բոլորիս շարունակելու այն ընթացքը, որը տանում է դեպի փրկություն, որը տանում է դեպի Աստծո արքայություն։ Վեմ ռադիոկայանի եթերում հոգևոր զրույցներ հաղորդաշարներ։